Չարենցավան համայնքն այս տարի սուբվենցիոն ծրագրերով միանգամից 2 նախադպրոցական հաստատություն է հիմնանորոգում։ Ծիծեռնակ մանկապարտեզի չվերանորոգված երկրորդ մասնաշենքն ու լուսաբաց մանկապարտեզն ամբողջությամբ։ Ծրագրերը գրվել են համայնքապետարանի կողմից, հաստատվել կառավարության կողմից եւ մեկնարկել 2025 թվականի սկզբից։ Ընդհանուր շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 391 միլիոն, ծիծեռնակ մսուր մանկապարտեզը եւ լուսաբաց մսուր մանկապարտեզը 453 միլիոն։ Դրանց մեջ ընդգրկված են նաև նախագծման աշխատանքներ, տեխնիկական հսկողություն, ինժեներական ծախսեր, փորձաքննություններ եւ նաև գույքը։ Մասնավորապես ծիծեռնակ մսուր մանկապարտեզում 22 միլիոն դրամի գույք է նախատեսված, որը դեռ հետագայում պետք է նորից մրցույթ հայտարարվի շինարարության ավարտից հետո, եւ լուսաբացում նախատեսված է 50 միլիոն դրամի չափով գույքի ձեռքբերում, դա եւս ավարտից հետո կներգրավենք։ Մանկապարտեզներում ավարտվել են քանդման աշխատանքները։ Թե լուսաբացում, թե ծիծեռնակում աշխատանքներն իրականացնում են փորձառու շինարարական կազմակերպություններ։ Սկսել ենք վերակառուցման աշխատանքները, քանդման աշխատանքների մոտ 70% արդեն կատարված են։ Հիմա սկսել ենք արդեն առաջի մասնաշենքի հիմքի ամրացման աշխատանքները։ Տեսակ, քանդած արդեն հեծաններն ենք նախապատրաստում, որ բետոնացնենք։ Նորմալ, ըստ գրաֆիկի գնում աշխատանքները։ Ծիծեռնակ մանկապարտեզում հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 6 ամսյա ժամկետում, իսկ լուսաբաց մանկապարտեզինը կավարտվի 2026 թվականին։ Շինարարական կազմակերպությունները վստահեցնում են, կավարտեն աշխատանքները նախատեսվածից շուտ, ապահովելով երեխաների արագ վերադարձը նախադպրոցական կրթություն։ Հատկապես լուսաբաց մանկապարտեզի հիմնանորոգմամբ կավելանան խմբերը եւ համայնքում նախադպրոցական կրթություն ստանալ կկարողանա հերթում գտնվող ավելի շատ երեխա։ Իսկ մինչ այդ անհրաժեշտ է վերահսկողություն եւ արդյունավետ համագործակցություն։ Աշխատանքները կատարում են խիստ հսկողությամբ, տեխնիկական հսկողությունը եւ կազմակերպությունը ելի մրցույթով շահել են, հսկվում են եւ կառավարության կողմից եւ մեր կողմից։ Աշխատանքների ընթացքը բավականին ծավալուն է, կապված է ֆունդամենտների հիմքերի ամրացման հետ, բոլոր միջնոր պատերը քանդվում են, վերգարակեքը, այսպես ասած, նորը շարվում է եւ ամրացվում է մետաղական ցանցերով։ Առաստաղային հատվածը եւս պանելային հատվածները, սալիկները պետք է ամրացվեն անկյուններից, եզրերից։ Մի խոսքով ինչքան հնարավոր է անվտանգությունը ապահովում է, հետագա սեյսմոկայունությունը ավելացվում։